Փառք մեր Աստծուն եղբայրներ քրեր այսօրվա համար։ Մենք առանց վարձկի չենք մնա, եթե մենք այսօր մեր ունայն գործերը թողել ենք եւ պատվում ենք Կիրակի օրը եւ ավելի նախընտրել ենք հավաքույթ գալ, քան թե գնալ ինչ-որ մեկ ծնունդ կամ կնունկ կամ ինչ-որ մի ուրիշ գործերի, դա Աստված անհատույց չի թողի եղբայրներ քույրեր, փառք Իրան։ Ես այսօր ուզում եմ խոսամ սիրո մասին, դժվար թեմա է շատ, բայց ես կարծում եմ, որ Տերը կարա մեզ հասցնի այդ աստիճանի։ Կարդում եմ Հովհաննեսի ավետարանից, իմիջիայլոց այս հատվածը, երբ որ մենք երիտասարդական ժողովին սերտում ենք, շատ հզոր տեղ է եղբայրներ քույրեր, շատ կպչողական սրտին։ Եվ կարդում եմ 4-րդ գլխի Հովհաննես առաքյալի նամակը, 4-րդ գլխի 7-րդ համարից։ Սիրելիներ, սիրենք միմյանց, քանի որ սերը Աստծուց է, եւ նա, ով որ սիրում է Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն, նա ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետեւ Աստված սեր է։ Աստծո մեր նկատմամբ տածած սերը դրանով հայտնի դարձավ, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որ նրա միջոցով ապրենք։ Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ իր որդուն ուղարկեց իբրև մեր մեղքերի քավություն։ Սիրելիներ, եթե մեզ Աստված այդպես սիրեց, ուրեմն մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Աստված ոչ ոք երբեք չի տեսել։ Եթե սիրում ենք միմյանց, Աստված մեր մեջ է բնակում եւ իր սերը մեր մեջ կատարյալ է։ Դրանով ենք իմանում, որ մենք նրա մեջ ենք բնակում եւ ինքն էլ մեր մեջ, որովհետեւ նա մեզ իր հոգին է տվել։ Եվ մենք տեսանք եւ վկայում ենք, որ Հայրը իր որդուն ուղարկեց աշխարհի փրկիչ լինելու։ Ով խոստովանում է, թե Հիսուս Աստծո որդին է, Աստված բնակվում է նրա մեջ եւ ինքն էլ Աստծո մեջ։ Եվ մենք ճանաչեցինք եւ հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեր հանդեպ։ Աստված սեր է եւ նա, ով սիրո մեջ է ապրում է Աստծո մեջ եւ Աստված էլ նրա մեջ։ Սրանով է մեր սերը կատարյալ դառնում, որպեսզի դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես ինքն է, մենք էլ այնպես ենք այս աշխարհում։ Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև վախը տանջանք ունի, նա որ վախենում է սիրո մեջ կատարյալ չի։ Մենք սիրում ենք նրան, քանի որ նախ նա մեզ սիրեց։ Եթե մեկն ասում է ես սիրում եմ Աստծուն եւ ատի իր եղբորը, նա ստախոս է, քանի որ եթե չի սիրում իր եղբորը, որ տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որ չի տեսնում։ Ու նրանից ունենք այս պատվերը, թե նա որ սիրում է Աստծուն, իր եղբորն էլ պետք է սիրի։ Ամեն։ Այս փոքրիկ հատվածը, որ կարդացի, շատ հզոր է եղբայրներ քույրեր, որ մենք տեսնում ենք, որ Հովհաննես առաքյալը այն ինչ որ տեսել էր, այն ինչ որ լսել էր, այն ինչ որ շոշափել էր, նկարագրում է կյանքի բանի վրայով եւ ասում է Աստված սեր է։ Եվ իմիջիայլոց եղբայրներ քույրեր, մենք լահիշենք մեր խավար օրերը, որ Աստծուն չենք ճանաչել, ինչպիսի մթագնության մեջ ենք եղել, ինչքան ենք հեռու եղել ճշմարտությունից, ինչքան ենք հեռու եղել իսկական սեր հասկացողությունից, չէ՞։ Մարդիկ հիմա ինչպես են աշխարհի մարդիկ ապրում։ Սուրբ Գիրքն ասում է, մարդիկ պետք է լինեն ինքնասեր, արծաթասեր, անբարտավան, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, ապերախտ, անժուշկալ, դաժանաբարոյ, անհաշտ։ Էս ենք մենք եղել, չէ՞ եղբայրներ քույրեր։ Այսպիսին մենք եղել ենք, այսպիսին է աշխարհը այսօր։ Մարդիկ չարությունով լցված են։ Չարությունով լցված։ Մարդիկա հետները չի խոսում։ Խոսաս
Սաղմոսի մեջ Դավիթ թագավորն ասում է, ես որ խոսում եմ կռիվ ալու։ Կռիվ է։ Աշխարհի վիճակն է։ Իհարկե կա նաև թզենի տերևներ հակած մարդիկ։ Ես կարծում եմ, որ հոգևոր մարդիկ հասկանան ինչ նկատի ունեմ։ Թզենի տերևներ են հակել իրաց ամոթը ծածկել, մա շատ մարդիկ կան, որ իրական իրանց պատկերով չեն ապրում, կեղծավորություն, դերասանություն են անում։ Քեզ հետ նենց խոսանք, ասես, այս ինչ կուլտուրական, այս ինչ բան, բայց իրականում այդ չի։ Այ որ գնաս իր ընտանիքի մեջ, կամ դեպքեր ագալի փորձություններ, այդ մարդու իսկական պատկերը երևում է այդ կրակի մեջ, որ ինքնով է։ Բայց Փառք Աստծո եղբայրներ քուրե որ լույս ծագեց մեր կյանքում։ Ես օրինակ, երբ որ կարդում եմ Քրիստոսի կյանքը, երբ որ աշխարհի մեջ է, Աստծուց շատ հեռու է, ես հիացել էի, որ ոնց կարա այսպիսի բան լինի։ Արդյոք այսպիսի լույս կա։ Այսպիսի սեր կա, որ այդպիսի սեր ես այս աշխարհում չեմ վայելել, չեմ տեսել։ Չկա այս աշխարհի մեջ Աստծո սիրո նման սեր։ Չկա այդպիսի բան։ Մարդիկ սիրահարվում են միառժամանակ, հետո տեսար բաժանվեցին։ Մարդիկ ընկերներ են լինում տարիներով, հետո տեսնում ես իրար թշնամի են դարել արդեն։ Մարդիկ իրար հետ մի ճանապարհ են գնում, հետո տեսնում ես արդեն իրար հակառակ են գնում։ Ու շատ քիչ է լինում, որ մարդիկ իրար հավատարիմ լինեն։ Իրապես իրար հավատարիմ միջև վերջը իրար, թե ընկերություն կլինի, թե ամուսնություն կլինի, թե եւ այլը։ Բայց աստվածային սերը եղբայրներ քուրեր ուրիշ է։ Ուրիշ է Աստծո սերը, հավերժական է, քաղցր է, կատարյալ է։ Օրինակ, մարդը կարա ինչ-որ մի սեր ունենա, իհարկե ունի։ Եվ Տերը ասեց, եթե դուք ձեզ սիրողներին սիրում եք, կա չէ, մարդը իր սիրողներին սիրում է, էդ էլ է սեր, բայց ասում է դուք ինչ առավելություն ունեք, դա ինչ սեր է։ Դա ինչ է, քեզ սիրողներին սիրում ես, այ երբ որ քեզ ատողներին ես, այ մարդը չի կարա այսպես։ Այսա արդեն աստվածային է։ Այսա ուրիշ է, որ Աստված մեր մեղքերի համեմատ մեզ հետ չվարվեց, որ Աստված մեր ճանապարհների համեմատ մեզ հետ չվարվեց, որ Աստված մեզ ներել է, որ Աստված մեզ սրբել է, որ Աստված մեզ արդարացրել է։ Աստծո սերը ուրիշ է, եղբայրներ քուրեր։ Ես օրինակ, երբ որ ճանաչել եմ Հիսուսի սերը, Աստծո սերը, ինչպես Պողոս առաքյալն ասում, ով կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Եվ այսօր շատ մարդիկ կա, որ ճանաչել են Աստծո սերը, եթե մարդը ճանաչում է Աստծո սերը, ինչ կա դրանից ավելի գերագույն ու քաղցր։ Նույնիսկ արժի կյանք տնել այդ սիրո համար։ Եվ մենք ասում է ճանաչեցինք ու հավատացինք, որ Աստված սեր է։ Դա գերագույնն է, դա սքանչելի է, դա ամենահզորն է, դա է իմաստը կյանքի։ Դա է իմաստը կյանքի, եղբայրներ քուրեր։ Պողոս առաքյալը, երբ որ ճանաչեց Քրիստոսին, ասեց ամեն ինչ աղբ համարեցի Քրիստոսին շահելու համար։ Նրա գերազանց գիտության համար։ Որ եթե առանց սիրո մարդու կյանքը ինչի է պետք ընդհանրապես, եթե սեր չլինի, սերը հանես։ Եթե ասում լեզուներ խոսեմ, մարգարենամ եւ այլ, եթե սերը հանես, ոչինչ է մնում տակին։ Այն մարգարեություններն էլ, այն գիտությունն էլ, այն հավատքն էլ, այն ամեն բաներն էլ, եղբայրներ քուրեր, իմաստավորում է սիրով։ Սերը արանքից հանում ես, ամեն բան դառնում է ոչ մի բան, ոչնչություն։ Ամենագերագույնը սերն է, եւ մեր Աստվածը սեր է, եղբայրներ քուրեր։ Հովհաննես
Ավետարան 10-րդ գլուխ 34-35 համարներն եմ կարդում եղբայրներ։ Եթե Աստված մեզ իր սերը բացել է եղբայրներ քրեր, մենք պետք է ձգտենք այդ սիրուն հասնելու, ճանաչելու։ Լսեք Տերը ինչ ասեց աշակերտներին։ Երեսունչորս 35 համարները։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք միմյանց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ նույնպես միմյանց սիրեք։ Սրանով բոլոր մարդիկ պիտի իմանան, թե դուք իմ աշակերտներն եք, եթե դուք իրար համար սեր ունենաք։ Ահա Տերը նոր պատվիրանք է թողել եղբայրներ քուրեր, նոր պատվիրանք։ Այդ հին ուխտի մեջ այդպես չէր։ Հին ուխտի մեջ կար, առաջի պատվիրանքը գլխավոր ասում է սիրի քո Տեր Աստծուն քո անձի քո ամբողջ սրտով, մտքով, հոգով, զորությունով, սիրի քո ընկերոջը քո անձի պես։ Բայց հիմա Տերը այստեղ ասում է նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ դուք իրար սիրեք ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, նա մեզ սիրեց։ Մարդիկ կան չեն, օրինակ երեք մի հատ մեծ կնիկ կար, դե տարիքով կնիկ այդքան շատ գիտություն չունի, անընդհատ ասում էր մերն եմ նրա զորությանը Աստծուն։ Դե այդ կնիկը շատ բան չի հասկանում, բայց ընդունում է Տիրոջը։ Մարդկանց թվում է թե իրանք շատ են սիրում Աստծուն, շատ են հավատում Աստծուն, բայց Աստվածաշունչն ասում է ոչ թե մենք ենք նրան սիրել, նա է մեզ սիրել, նա է սիրել մեզ եղբայրներ քրեր, եւ նա իր ամիածին որդուն մեզ համար զոհ արել, եւ Հիսուսը մեզ համար կյանք ա դրել, բարի հովիվը իր կյանքը դնում է իր ոչխարների համար, եւ դրանից ավելի մեծ սեր չկա, որ ասում է Տերը, ասում է որ մեկը իր բարեկամների համար կյանք դնի։ Մարդը կարա ուրիշների համար կյանք դնի։ Դժվար բան ասա։ Իսկ ես կասկածում եմ, որ ամեն ծնող իր երեխի համար կյանք դնի։ Թեպետև կան այդպիսի ծնողներ իհարկե, որ իրանց երեխեքի համար կյանք կդնեն։ Ինչու որ այդ իրանց մասնիկն է, երեխան մի քիչ ուրիշ բան է, չէ՞։ Մարդը կյանքն էլ կդնի երեխի համար, բայց խալխի մարդու համար, օտարների համար, ինչ որ մի վայրենի մարդկանց համար ով կյանք կդնի։ Մեղավորների համար, անարժանների համար, շնացողների համար, մարդասպանների համար, հարբեցողների համար, ով կյանք կդնի նմանների համար։ Բայց մեր Տերը նմանների համար կյանք ա դրել, գողերի համար կյանք ա դրել, ամենքի համար, ամբողջ աշխարհի համար, եւ ասում է սրանով պիտի ճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ սեր ունենաք։ Սերը գործնական բան է եղբայրներ քուրեր։ Ասես որ սիրում եմ, ես օրինակ դա այդքան բան չի եղբայրներ քուրեր, որ ասելով չի, չէ՞ դա։ Գործնականում դու պետքա ցույց տաս, որ դու սիրում ես եղբայրներին, որ դու սիրում ես այս եկեղեցին, որ դու գալիս ես, որ դու սիրում ես Աստծուն, որ դու սիրում ես Քրիստոսին, դա գործնական բան է։ Ու ես կարծում եմ եղբայրներ քուրե, որ այսօր մենք այսքան ժամանակ, այսքան տարիներ, թող Տերը ինձ ների, որ դա ասում եմ, մնացել ենք այս եկեղեցու մեջ, դա Աստծո սերը չի, բա եղբայրներ քուրեր։ Պատճառներ չունենք բաժանվելու, պատճառներ չունենք թողնելու գնալու, պատճառներ չունենք գայթակղվելու, բաներ չկա, որ մեզ դուր չի գալիս այստեղ, բաներ չկա, որ թերի է, բայց Աստծո սերը պահում է մեզ, եղբայրներ քրե։ Մենք սիրում ենք Տիրոջը, եւ մենք սիրում ենք իրար, եւ դա սեր է, որ դու այսքան ժամանակ, այսքան տարիներ, այս եկեղեցու մեջ մնացել ես հավատարիմ, թերությունների հետ հանդերձ, տկարությունների հետ հանդերձ, դա սեր է, եղբայրներ քրեր։ Դա սեր է, որ դու քո կնոջ հետ հավատարիմ ապրում ես մինչև իր կյանքի եւ քո կյանքի ավարտը։
Դա սեր է, որ մենք համբերենք, որ մենք ներենք, որ մենք երկայնամիտ լինենք։ Եվ դա կյանքով մենք պետք է ցուցաբերենք եղբայրներ քույրեր։ Եվ դա շատ հզոր է։ Դա այդքան քարոզ չի։ Դա այդքան վարդապետություն չի։ Դա կյանք է։ Եվ դա գործ է։ Եվ դա դու պիտի ապացուցես։ Դու պիտի դա ապացուցես։ Եվ սրանով պիտի ճանաչեն, որ մենք նրա աշակերտներն ենք, եղբայրներ քույրեր։ Գիտեք, քրիստոնյան չպետք է լինի սահմանափակված, քրիստոնյան չպետք է լինի լծված եսի միշտ կեղտ ու զիբիլով։ Ինչ նկատի ունեմ ասելով այդպես։ Ամեն չարություն, ամեն դառնություն, ամեն գրգռություն, ամեն բարկություն, ամեն հայհոյություն, ասում եմ թող ձեզանից վեր առնվի այդ բաները։ Դա քրիստոնյայի վայել չի։ Իրարու հետ ասում եմ քաղցր եղեք, գթած, ներողամիտ։ Մենք գիտեք եղբայրներ քույրեր, ինչի համար եմ ասում որ սա դժվար է, որովհետև մենք ապրում ենք մարդկանց հետ, մարդկանց մեջ։ Ամեն մի մարդ ինդիվիդուում է։ Իր թերություններով, իր բնավորություններով, իր սխալներով եւ օրինակ երկնքում լինեինք սիրել այնքան հեշտ կլիներ։ Այդ ով չսիրեց հրեշտակներին փայլում դեմքով հրեշտակներին, ոնց չսիրես։ Բայց դե արի սիրի մարդուն, որի մեջ ինչ ասես կարալի։ Ինչ ասես կարալի, դա դժվար է եղբայրներ։